Նոր տարվա տոնին առաջ բազմաթիվ միջոցառումների շարքերից հետո Ախալքալակի ապագայի տանը ավարտվեց ամանորին նվիրված ցուցահանդես դեկտեմբերի 23-ին։ Ապագայի տան սաների ստեղծագործ աշխատանքները ցուցադրվեց հյուրերին։ Սաները նախ եւ առաջ դպրոցահասակ երեխաներ են եւ որքան հրաշալի են նրանց արվեստի գեղեցիկ գործերի արարումը։ Այսօր ապագայի տանը կազմակերպել ենք ամանորին նվիրված ցուցահանդես եւ միջոցառում։ Ուրեմն ցուցահանդեսին ներկայացված են մեր ձեռագործության խմբակների աշխատանքները, որոնք նվիրված են ամանորին։ Եվ միջոցառումը կազմակերպել է մեր ապագայի տան լեզվի խմբակի ուսուցչուհի Մադոննա Օգանեսյանը, ելի նվիրված է ամանորին։ Հրավիրել ենք հյուրեր եւ օգտվելով առիթից շնորհավորում եմ բոլորի գալիք ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ ցանկանում եմ, որ գալիք տարին լինի միայն առողջության, հաջողության, խաղաղության եւ նորանոր ձեռքբերումների տարի։ Նախքան երաժշտական համարների ներկայացնելը ցուցահանդես այցելեցին Ախալքալակի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը եւ քաղաքապետարանի ու Սակրեբուլոյի աշխատակիցներ։ Այստեղ ներկայացված են ամենատարբեր ձեռքի բազմաոճ դեկորատիվ աշխատանքներ, ասեղնագործության ու լունքագործության գեղեցիկ նմուշներ, մակարոնից, անձեռոցիկից, ապակու բեկորներից ու տարբեր զանազան իրերից, նոր տարվա խորագրով։ Միջոցառումը շարունակվեց համերգային ծրագրերով, բանաստեղծություններով, երգերով, պարերով ու նաեւ ձմեռ պապին ներս կանչելով, իսկ վերջում փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը մաղթեց շնորհավորանքներ ամանորի կապակցությամբ։ Առաջին կուզեմ շնորհակալություն հայտնել Տիկին Մադոննային եւ տնօրենին, կոլեկտիվին, ապագայի տան եւ կուզենամ հարցրոցներով կուզենամ գալիք բոլորիս նոր տարին շնորհավորել իհարկե առաջնակի փոքրիկներին, որ իրենց ձմեռ պապիկը իրենց երազանքները թող ի կատարած է, թող 26 թվականին։ Շնորհավոր բոլորիդ գալիք նոր տարին, երեխեք ջան։